Հարգելի հեռուստատուներ, հեռանկարի հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ունեք որոշակի պատկերացում, թե ինչ ազգային ժողով ենք ունենալու։ Այս պահի դրությամբ դեռևս վերջնական հստակ չէ, բայց 99.99%-ով հստակ է։ Ինչ ունենք այս պահի դրությամբ եւ ինչ տեղի ունեցավ։ Ամենակարևոր հանգամանքը ֆիքսենք եւս մեկ անգամ։ Սա ներհայաստանյան գործընթաց չէ։ Սա արտահայաստանյան գործընթաց է։ Շատ վաղուց էինք ասում դեռ մինչև ընտրությունները։ Այո, որը հաստատվեց։ Մասնավորապես մի կողմից արևմուտքներ հավաքական, Եվրոմիություն, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, մյուս կողմից Ռուսաստանը։ Եվ մի կողմը պայքարում էր իշխանությունը պահելու իր հսկողության տակ, մյուս կողմը պայքարում էր իշխանությունը վերցնելու։ Սա մի սերիանոց ֆիլմ չէ, սա բազմասերիանոց ֆիլմ է, մեկի հաղթանակը մյուսի պարտություն է նշանակում, եւ այս պայծրությամբ կարող ենք ասել, որ առաջի սերիան հունիսի 7-ին տեղ ունեցավ, որի արդյունքով արևմուտքը հաղթեց Ռուսաստանին։ Արևմուտքը ոչ մեկը գոնե Հայաստանի շահերի համար չէին պայքարում։ Չէ, յուրաքանչյուրը շահի համար էր պայքարում։ Սա այսինքն արևմուտքը հաղթեց այս առաջի սերիայից, սա մեկ։ Բայց խաղը չի ավարտվել դեռ։ Խաղը չի ավարտվել, սա բազմասերիանոց է, մենք չենք կարող ասել հետագա սերիաներում ինչ տեղի կունենա։ Երկրորդ, պետք է նշենք, որ սկզբնական շրջան հունիսի 7-ից հետո 8-ին 9-ին վարչապետը բավականին թույլ էր, որովհետև 61 մանդատի խնդիր կար, իսկ իրան պետք էր 64, առնվազն 63, որտեղ 3/5-ը ունենա։ Հունիսի 8-ին 9-ին այդ թուլությունը նա շատ արագ վերականգնեց, որոշակի, այսպես ասենք, տեխնոլոգիաներ կիրառելով նա բարգավաճին դուրս թողեց եւ 14-ին 3/5-րդի խնդիրը լուծեց։ 3/5-րդի խնդիրը, որով ինքը ամրապնդեց իր դիրքերը եւ ամբողջ պետական կառավարման համակարգը եւ հատկապես ուժային կառույցները տեսան, որ այսուհետեւ նորից իրանք միանձնա, ուրեմն պետք է ենթարկվեն վարչապետին, որովհետեւ 3-4 դեպքում այնտեղ որոշակի պաշտոնյաներ կան, որոնք արդեն ստիպված ընդդիմության ձայներով պետք է նշանակեն։ Վարչապետը լուծեց այս խնդիրը, սա ավելի կարևոր է, քան շատերը նշում են, ինչ որ սահմանադրական հայտ մեծամասնություն 2/3 եւ այլն 2/3 այդքան կարևոր չի, ինչքան 3/5-րդ է կարևոր, որտեղ թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունելով միաժամանակ որոշ պաշտոններ նշանակել։ Իսկ Հայաստանում կարևորը պաշտոն նշանակելն է։ Ինչ վերաբերում է սահմանադրության մեջ փոփոխություններին, դա լույս խնդիր չէ, դա շատ հանգիստ կարելի է ժողովրդական նախաձեռնություններով համապատասխան օրենքներ ընդունելով անցկացնել եւ ինչպես մենք նախկինում 3 անգամ սահմանադրություն ենք փոխել հայտնի տեխնոլոգիաներով, նույն ձևի 4-րդ անգամ հայտնի տեխնոլոգիաներով փոխվի սահմանադրություն։ Այս պայծրությամբ ֆիքսում ենք հաղթել է արևմուտքը, վարչապետը դիրքերը ամրապնդել է։ Եվ այժմ կունենանք 3 քաղաքական ուժ, քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք եւ ուժեղ Հայաստանը, թե այս պայծրությամբ այո, չէ, այս պայծրությամբ դա ենք ունենալու, որովհետեւ ոնց որ հասկացանք, կենտրոնական դրական հանձնաժողովը վերջնականապես ուրեմն որոշումը կայացել է, փոփոխման յետակա չէ։ Հասկանալի է, եթե ոչ մի բան տեղի չունենա, ոչինչ փոխվի, դա ենք ունենալու, բայց տեսեք, ասում են մանդատները չվերցնեն։ Չէ, նայեք, հիմա այստեղ ուրիշ խնդիր կա։ Մանդատներ կվերցնեն թե չեն վերցնի, դա կախված է ոչ այնքան խորհրդար մտած ընդդիմադիր ուժերից, որքան համակարգված մոտեցում է դարձին պետք է ուրեմն դրսևորվի։ Այսինքն, եթե մանդատը չես վերցնում, դա ինքնանպատակ չէ, դա նշանակում է մանդատ չվերցնելով որոշակի այլ գործողություններ պետք է իրականացնել։ Հիմա այդ գործողությունները միայն երկու ընդդիմադիր ուժերը չեն կարող իրականացնել։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի Հայաստանում ինչ-որ ակտիվ միջամտությամբ իշխանափոխության գործընթաց իրականացնել, գեներացնելով փողոց, ապա մանդատ չվերցնելը մի քիչ տրամաբանական է դառնում, մանդատ չես վերցնում, փողոցով ակտիվ գործողություն ես իրականացնում, բայց այնպեսի գործողություն, որը պետք է խաթարի պետական կառավարման համակարգի գործունեությունը, ոչ թե երթ, ցույց եւ այլն, փողոցների շրջափակում հասկանալի է գործողություն, որը մեծ մարդկային ռեսուրսներ պետք է ունենա, որը նշենք իշխող քաղաքական ուժի կողմից կենթարկվի բնականաբար իրավապահ ռեպրեսիոն մեթոդների եւ այդ դեպքում երբ դու մանդատ չես վերցնում դու պետք է քեզ հարց տաս իսկ դու պատրաստ ես իշխանական ռեպրեսիա կիրառելու դեպքում այլ քաղաքականություն իրականացնել իսկ դա նշանակում է Մոսկվա Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է միջամտել այդ հարցում եւ թե պատրաստ չէ եթե պատրաստ չէ մանդատ չվերցնելը անիմաստ է դառնում այսինքն չես վերցնում որինչ հասկանալի է մի խոսքով ընդդիմությունը չի ուզում չվերցնել մանդատները չեմ կարող
ասել չվերցնեմ մանդատը, գիտեք, մի քանի ճանապարհներ կան, նայած որը կընտրվի։ Մանդատը վերցնում եք, ունենալով ռադիոաջակցությունը ազգային ժողովում մանդատների 41 падգամավորի ճնշումը եւ գեներացված փողոցը, այս 3 ուրեմն ուղղությամբ ասենք ճնշում է գործադրում գործադիր իշխանության վրա, փորձելով հասնել իշխանափոխության։ Սա մի տարբերակ է։ Մանդատ Բայց կներեք, մինչև հաջորդ տարբերակին հասնելը, փողոցը դուք տեսնում եք, դուք այդքան մարդ, այդ 100,000 այդ մեծ մարդկային ռեսուրսը տեսնում եք։ 100,000 մարդ պետք չէ, պետք է շատ քիչ քանակության X թիվ։ X թիվը կարելի է անել, հիմա X թիվի համար 30,000-ն էլ է։ Երեք, եթե դուք ինչ որ գործողություններ պետք է անեք, որոնք որ պետք է խաթարեն պետական կառավարման, այսինքն պետության բնականon գործունեության համար 30,000-ն էլ երիքա, եթե դուք ունեք աջակցություն արտաքին, եթե չունեք 30,000 չէ, 130,000-ն էլ երիք չի։ Այսինքն, այս միանգամից նայում եք, 3 ուրեմն համագործակցված ձևերով աշխատանքը պետք է գնա։ Եթե զուտ ընդդիմադիր ուժերով ոչ մի ուրեմն փողոց, ոչ մի բան դուք չեք կարող իրականացնել։ Ես ինչքան հասկանում եմ, ընդդիմադիրների բոլոր հավանական գործողությունները, որպես շարունակություն այս process-ի, դուք կապում եք արտաքին ուժերի, տվյալ դեպքում Ռուսաստանի հետ։ Նման դեպքերում, եթե չկա արտաքին քաղաքական աջակցություն, պատմությունը ցույց է տվել մեր քաղաքական պատմությունը, դուք հաջողություն չեք ունենալու, բացառված է, այսինքն ներքաղաքական ուժերով, ներհայաստան ուժերով որևէ հաջողություն չեք ունենալու, բացառված է։ Իհարկե, ամեն ինչը համանadrության շրջանակներում եւ ամեն ասենք օրենքների շրջանակներում, բայց պատմությունը ցույց է տալիս, եթե դուք ուզում եք իշխանություն վերցնել, եթե չունեք արտաքին քաղաքական աջակցություն, դուք դա չեք կարող անել։ Իսկ այդ արտաքին քաղաքական աջակցությունը, իդեմս արևելքի, Ռուսաստան, այդ դրա ազդակները կան։ Այս պայմանությամբ մենք տեսնում ենք տնտեսական սահմանափակումները, որոնք չեն վերացել ավելի հունիսի 12-ին, նաև նրանք ավել են ուժեղացել եւ դեռևս որևէ ուրեմն ակտիվություն չի դրսևորում, որտեղ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ եթե սկզբնական շրջանը մինչև հունիսի 7-ը հունիսի 7-ին իրենց լրատվամիջոցներով Հայաստանի ընտրությունների հարցը բավականին կարևոր տեղեր զբաղեցնում եւ բավականին top news-երի ուրեմն շրջանակներում մեջ հրանցվում, լսարանին ապա վերջի շրջանում, վերջի մի քանի օրերի ընթացքում Հայաստանին վերաբերող լուրերը, թե իրենց լրատվականով, թե քաղաքական այդ թոք-շոու հաղորդումների ժամանակ ոնց թե այլևս այդքան առաջնային դեր չի խաղում։ Այս պայմանությամբ կարող ենք ասել իրանց մոտ միգուցե կամ ծրագրերի փոփոխություն կա կամ ինչ որ ասենք թեմաներ ավելի առաջնակարգ են, քան Հայաստանի ընտրական գործընթացը, բայց մի բան պետք է հասկանանք։ Արևմուտքի հաղթանակը նշանակում է Ռուսաստանի պարտություն։ Պարտություն նշանակում է Հայաստանից Ռուսաստանի թե ռազմական բազայի, թե սահմանապահ զորքերի հեռացում, Հայաստանի ուրեմն հեռացումը հապկից, ինչպես նաև երկաթգծի լիցենզիայի ձեռքում, հետագայում միգուցե նաև Գազպրոմ Արմենիայի ազգայնացում, այսինքն ռուսական ռազմատնտեսական գործոնի ամբողջական չեզոքացում։ Երևի թե ոչ մեկն էլ չէր ակնկալում կամ սպասում, թե հունիսի 7-ից հետո միանգամից այդ պատժամիջոցները կթուլանան կամ առավել եւս կվերածվեն, դա մի տեսական դրամաբանական կլիներ։ Չեն կարող ասել ով ինչ է ակնկալում, մենք հունիսի 7-ից հետո տեսանք, որ հունիսի 12-ին ավելի խստացվեց տնտեսական սահմանափակումները, բայց դրանք ինչ զարգացում կունենան, դա պետք է նայել, որովհետեւ վարչապետը ասաց, որ շուտով պետք է ինչ որ ԵՏՄ նիստ կա, ինքը պետք է գնա ԵՏՄ նիստին եւ փորձի այդ հարցերը քննարկել, իսկ հարցը Նաեւ եթե չեմ սխալվում, հանդիպում է նախատեսված հունիս ամսին Վլադիմիր Պուտինի հետ, այդ մասին կարծես թե շատ թույլ ակնարկվել է։ Չէ, հանդիպումներ չկան, որովհետեւ կան Չէ, հանդիպումներ քաղաքական շրջանակներում, ասենք ԵՏՄ շրջանակներում միգուցե ինչ որ ակնարկում են, բայց Վլադիմիր Պուտինի կողմից ուրեմն եւ եթե նայում ենք արտգործնախարարության մամլոխոսնական այնպիսի գնահատականները տվե Հայաստանի ընտրություններին, ինչպես նաեւ իրենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը մեղմ ասած դժվար է դարձնում Ռուսաստանի ղեկավարության համար Հայաստանի ընտրությունները շնորհավորելինը։ Ինչ վերաբերում է հանդիպումներին աշխարհը շնորհավորեց։ Թող շնորհավոր է, չի շնորհավոր է Ռուսաստան, Չինաստան, իսկ Հայաստանի արտաքին առևտրի մեծ մասը այս պայմանությամբ Ռուսաստանի Դաշնության հետ է, ոչ թե Լյուքսեմբուրգի կամ Լիտվայի, որոնք ավելի շուտ են շնորհավորել։ Ինչ վերաբերում է հանդիպումներին, դեռևս Ռուսաստանի Դաշնության նախագահ Մամլոխոսնակ Պեսկովը ասել է, նման հանդիպումներ նախատեսված չեն, մենք սպասում ենք ընտրությունների վերջնական արդյունքին։ Վերջնական արդյունք չի եղել, սա մեկ եւ հետո մենք դեռևս չգիտենք։ Բայց հիշում եք Ռուսաստանը
նախորդ ընտրություններին նկատի չունեմ 21 կամ 18-ը մինչ այդ մինչև վերջնական արդյունքներ շնորհավորում։ Հա, դա ուրիշ իրավիճակ էր, այն ժամանակ հարց չէր դրվում Հայաստանի ռազմական բազայի դուրսբերումը, սահմանապահների դուրսբերումը, Հայաստանին Եվրոմիության դիտորդներ հրավիրելը, ինչպես նաև Եվրոմիության, գիտեք, այդ հունիսի 11-ին Հայաստանում Ռումինիայի դեսպանը նշանակվեց հիբրիդային այդ պատերազմի դեմ այդ հիբրիդային հարձակումների դեմ այդ հանձնաժողովը կամ փաստացի Եվրոմիության հետախուզական ծառայություն Հայաստանի Հանրապետությունում չկար։ Դրա համար շնորհավորում են չսպասելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուրեմն որոշումներին։ Իսկ հիմա սպասում են չնայած հասկանալի է որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որոշում հիմա որ տվել է դա տալու է կարող է 1-2 ինչ որ հա ընտրողի ձայնի ճշտություն իրականացնել սա մեկ եւ երկրորդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լեգիտիմության մանդատը տվել է ուրեմն ԿՊ-ին եւ վարչապետին բոլոր նրանք ովքեր ասում են իշխող քաղաքական ուժը լեգիտիմ չի նրանք սխալվում են։ Հասկանալի է։ Այս ընտրությունների նո այսպես ասենք ամենամեծ աբսուրդը ո՞րն էր։ Շատ աբսուրդներ կային, ամենամեծ աբսուրդը այն էր, որ մարդիկ սպասում են, որ Հայաստանում ընտրությունների միջոցով կարելի է իշխանություն փոխել։ Որովհետեւ երբ որ նայում եք նախորդ 35 տարվա երբեք դա տեղի չունեց։ Երբեք դա տեղի չունեցել 95, 99, 2003, 2007, 2012, 2017, 18, 21 եւ հիմա 26, այսինքն 35 տարվա մեջ 9 անգամ տեղի ունեցել ազգային ժողովի ընտրություններ եւ միշտ ազգային ժողովը ունեցել է այն քաղաքական համայնապատկերը, որը համապատասխանել է տվյալ պահին գործադիր իշխանության, ուրեմն քաղաքական համայնապատկերին։ Կարող ենք այսպեսի բան ասել, որ սա արդեն օրինաչափություն է։ Հասկանալի։ Կարող ենք այսպեսի բան ասել, որ առաջ ընտրակաշառքով միշտ իշխանություններին հաջողվում էր պահել իշխանությունը, իսկ հիմա ընտրակաշառքով ընդդիմությանը չհաջողվեց գրավել իշխանությունը։ Չգիտեմ ընտրակաշառքների բանադիմությունը տվել է թե չէ, դատական գործընթացներ պետք է ունենան։ Չէ, դուք բայց քաղտեխնոլոգ այդքան քաղաքականության մեջ դրձված անձնավորություն, դուք ինքներդ չունեք պատկերացում ընտրակաշառքների ծավալի վերաբերյալ, որակի ազդեցության։ Չէ, ընտրակաշառքի որակի ծավալի վերաբերյալ ոչ մի պատկերացում չունեմ բնականաբար։ Այսինքն եթե Եվ չեմ կարող իմանալ, ոչ մի բան չգիտեմ ով ընտրակաշառք տվել, ում տվել եւ ինչի համար տվել, դրանից ընդհանրապես գաղափար չունեմ։ Այսինքն հակակոռուպցիոն այդ տեսանյութերը, այդ ձայնագրությունները բոլորը կարող են, չգիտեմ, միջիկ լինել, հա։ Ես չեմ կարող ասել, թող ովքեր ում մեղադրում են ընտրակաշառք բաժանելու կամ չբաժանում են, թող իրենց դատական հարցերը, իրենց հարցերը դատական համակարգի միջոցով լուծեն, չնայած գիտենք դատական համակարգի անկախության հարցը։ Ես կարող ենք ասել, որ նախորդ 35 տարվա ընթացքում բոլոր հայ իշխող քաղաքական ուժերն խորհրդարանում իրենց համար ցանկալի մեծամասնություն ստացան եւ Հայաստանում տեղի կունենա միայն ազատ արդար թափանցիկ ընտրություն, եթե արտաքին այնպես ուժեղ ճնշում լինի, որ իշխող քաղաքական ուժը չկարողանա այլ տեխնոլոգիաներ կիրառել, թեկուզ վարչական ռեսուրսի տոտալ կիրառում իրականացնել, այսինքն գյուղապետը չկանգնի տեղամասում եւ ասի, որ գիտեք, դու գնալու եք այս եւ այն տեղամասում, ուրեմն քվեարկել, ինչպես որ անհրաժեշտ է, այսինքն լինի արտաքին քաղաքական ճնշում եւ երկրորդ գործող իշխանությունը ինքը ցանկություն ունի երկրում անցկացնել ազատ արդար թափանցիկ ընտրություններ, ոնց որ թե այդ սկզբունքները չեն պահպանվում։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ասել ունենք այն, ինչ ունենք այս պահի դրությամբ, թե ինչ զարգացում կլինի, շատ դժվար է այս պահի դրությամբ ասել, դա կախված է արտաքին քաղաքական միջամտություններից։ Եվ երկրորդը, այո, տնտեսական սահմանափակումները խնդիր են, դա գաղտնիք չէ, բայց եթե Եվրոմիությունը կարողանա ֆինանսապես աջակցել ՀՀ իշխանություններին այնքանով, որքանով որ ասենք տնտեսական սահմանափակումները վնաս են հասցրել, այսինքն ապրանք է տարել, չեն վաճառել, չեն ստացել, թե դա չափորոշվում է, չափագրվում է եւ այդքան մոտապես օգնություն է հասցվում, ապա մենք կարող ենք ասել, որ Եվրոմիությունը երկրորդ հաղթանակն է տանում Ռուսաստանի նկատմամբ։ Առաջինը տարավ հունիսի 2-ին, հիմա երկրորդը։ Եթե դա տեղի չունենա, այսինքն Եվրոմիությունը չաջակցի այդ ծավալի չափով, ապա այո, սոցիալական լարում կարող է առաջանալ գյուղում, որը հատկապես գյուղաբնակ ուրեմն ընտրողների մոտ, որը կարող է ուրեմն ուրիշ զարգացումների հանգեցնել։ Թե որը չեմ կարող ասել։ Պարոն Բադալյան, վաղը վերջին օրն է համանդրական դատարան դիմելու, նո ըստ այդմ երկու էսպես հիմնական, հա, տարբերակ կա, կամ ամեն ինչ կմնա անփոփոխ, կամ նոր ընտրություններ կամ չգիտեմ ընտրությունների երկրորդ փուլ։
Առաջ պարագայում կարծես ամեն ինչ պարզ է, երկրորդի պարագայում ըստ ձեսով կարող է շայել։ Ավելի պարզ է, թե հարցնեմ, եթե այսօր նորից ընտրություններ Հայաստանում կազմակերպվեին, դուք մոտավորապես ինչ պատկեր կպատկերացնեք։ Նույն պատկերը, որտեղ Հայաստանում ազգային ժողովում միշտ ստեղծում է այն ուրեմն քաղաքական տոկոսները քաղաքեր։ Կարող են պլյուս-մինուս մի քիչ ավելի մի քիչ պակաս, բայց ես ուզում եմ հասկանալ վերջո ձեր տեսակետը այդքան մեծ ու ընտրակաշառքը հասկացանք, դուք չեք հավատում, քանի դեռ ամեն ինչ այսպես հիմնավորված չէ, բացահայտված չէ, դատական գործեր։ Դա այլ քաղաքական ուժերի գործունեություն է, թող իրանք դատարանում արդարանեն կամ իշխանությունը մեղադրեն, իրանք էլ փորձեն արդարանալ։ Իսկ որ ասում են այդ ընտրական տուրիստների մասին, այդքան մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ Ռուսաստանում բնակվող, որ եկան մասնակցեցին քվեարկությանը, դրան հավատում եք, դրանք մասնակցություն եւ որակական ազդեցություն ընտրությունների ու արդյունքների վրա ունեցան, թե ոչ։ Դե չեն ունեցել ոչ մի արդյունք։ Արդյունքը դուք կհամարեք, եթե հաղթեին։ Կարևորը արդյունքն է։ Եթե իրանք ունենար այնքան մեծ ձայն, ասենք, հա, ինչ որ, չգիտեմ, 700,000-ից քփան 100,000-ից ավել չունենար, այդ դեպքում հա կասեք, միգուցե դա ինչ որ ազդեցություն եցել է։ Գիտեք, քաղաքական պայքարում կարևոր է։ Ես արդյունքը նկատի չունեմ միայն հաղթանակը։ Գուցե նրանց չմասնակցելու պարագայում Հայաստան դաշինքը իր ձայների կեսը հավաքեր կամ։ Չգիտեմ, կարևոր չէ, դու կեսը կհավաքեք, թե ավել կհավաքեք, արդյունք չէ։ Չէ, արդյունք չէ, կարևորը հաղթող արդյունքն է, մնացածը երկրորդական արդյունք է, պարոն Բադալյան, այնինչ թվերի եւ տոկոսների հետ կապ ունի արդյունքը։ Կարևորը մեկ արդյունքն է։ Ունես մեծամասնություն եւ իշխանություն ես, թե իշխանություն չես։ Մնացածը երկրորդական է, զուտ ասենք պատմաբանների համար, քաղաքագետի համար զուտ վերլուծելու ինչ որ խնդիր է եթեներով, ապաներով եւ այլն։ Քաղաքական պայքարում ամենակարևորը սա է։ Ունես վերջնական արդյունք, հաղթողի արդյունք, թե չունես։ Եվ կարևոր չէ անգամ ինչ մեթոդով ես դա ստացել։ Օրինական մեթոդով եւ այլ ստացել ես, հասկանալ ես համանացության շրջանակներում, անգամ կիրառելով ոչ այսպես շատ դեպքերում բարձր թափանցիկ տեխնոլոգիաներ, ուրեմն դու արժանի ես լինելու, որտեղ ցույց տվեց այս ընտրական գործընթացը ցույց տվեց, որ վարչապետը ուներ կամք եւ այսպես սխվատկա ռուսային ասած իշխանությունը պայլամար բռնվածք էլի կարելի ասել, իսկ չանց բռնվածքը մի քիչ այդ իմաստով չի, ահա մոտավորապես էլի, հա, մոտավորապես է ձևով, իսկ ընդդիմությունը չուներ այդ կամքը իշխանությունը վերցնելու, այսա ցույց տվեց։ Պարզ է։ Հիշում եք մի քանի օր առաջ այդ 3 վիճարկելի ընտրատեղամասերի հետ կապված ԿՀ-ի որոշումը, այդտեղ արդյունքները համավարտ ճանաչվեցին, բայց նոր վերաքվեարկություն չիրականացվեց եւ սա դարձավ վեճի առարկա։ Ձեզ ԿՀ-ն ճիշտ վարվեց, թե ոչ։ Ոչ, իմ կարծիքով ոչ, որովհետև Հայաստանի Սահմանադրությամբ մարդիկ ունեն ընտրելու իրավունք, կենտրոնական տրական հանձնաժողովը այդ մարդկանց զրկեց ընտրելու իրավունքից, սահմանադրական իրավունքից խախտեց, բայց քանի որ իշխող նա հանդիսանում է իշխող քաղաքական թիմի անդամ, բնականաբար ոչ մի պատասխանատվությամբ չի ենթարկվելու։ Չէ, բայց պատճառաբանում ներկայացրեց ԿՀ-ն, որ նույնիսկ միջազգային փորձը կա, սա տակտիկական քվեարկություն կլինի, այսինքն մարդը, չէ, մի րոպե, մարդը արդեն ուղղորդված գնալու է եւ ընտրելու է ԲՀԿ-ն եւ ամբողջ կարծում եմ խնդիրը այդտեղ էր։ Եթե այն ժամանակ առաջ անգամ քվեարկողը այդ 3 ընտրատեղամասերի գնալու էր իր ձայնը տալ ինչ-որ մեկին, հիմա ինչ-որ մեկը չկա, հիմա կոնկրետ խնդիր կա այնտեղ դրված։ Եվ բոլորը հասկանում են այդ վերաքվեարկության տրամաբանությունը ինչի է միտված, ինչի համար է դա։ Ուրեմն դա կատարվում է ձև չեղալ էր հատարվում ամբողջ ընտրությունների արդյունքը եւ նոր քվեարկություններ նշանակում, որովհետեւ ոչ մեկը իրավունք չունի քաղաքացիներին զրկելու սահմանադրական իրավունքից ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, եթե այդ քաղաքացին օրենքով սահմանափակված չէ, քաղաքացին օրենքով սահմանափակված չէ, նրա ընտրելու իրավունքից զրկվեցին, ասին քո ձայնը չեն քաշում, նա դարձավ ձայնազուրկ։ Ձայնազուրկ կատեգորիա, հա, այդպես օրենքով այդպեսի կարգավիճակ քաղաքացիները չունեն։ Ուրեմն պետք է չեղալ հատարվել ամբողջ տեղամաս, բոլոր ընտրատարածքները։ Շնորհակալություն լավ զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատուներ, մեր հյուրն էր քաղաքատեխնոլոգ Արմեն Բադալյանը։